Սեռական ստրկության նշաններով այս հայ կանայք խարանից ազատվելու համար հաճախ ճանկռում պոկում էին իրենց դեմքի մաշկը, այդպես փրկություն փնտրելով։ Կային դեպքեր, երբ աղջիկները ուղղակի դանակով պոկում էին մաշկը, այսինքն ավելի իրենք համաձայն կլինեին այդ սպիներն իրենց դեմքին, իրենց կյանքը շարունակել, քան այս դաջվածքները։ Ցեղասպանության գաղթի ճամփին գեղեցիկ հայ կանանց գողանում էին թուրքերը, քրդերը, արաբները։ Նրանց վաճառում ստրկավաճառ շուկաներում։ Դեռատի հայուհիներին 8-ից 23 ֆրանկով հիմնականում արաբներն էին գնում իրենց հարեմը մեծացնելու համար։ Հաճախ հասարակած տներում էին նրանց օգտագործում։ Արդյոք դաջումը նախապայման էր սեռական բռնության, թե հաջորդում էր սեռական բռնությանը, դա չենք կարող ասել։ Կոնկրետ օրինակը, որ ես բերեցի Աստղիկի հետ հերթում տպված, իր պարագայում դա արվել էր սեռական բռնությունից հետո։ Աստղիկ անունով 16 տարեկան հայուհին 1920 թվականին ամերիկյան Sunday Morning թերթին է պատմել, որ իրեն բռնաբարելուց հետո են դաջել։ Ասեղով նկարել են մարմնի վրա, հետո տենդից քիչ է մնացել մեռնի։ Աստղիկի շրթունքի ներքո կար այս կետերի նման արված 5 կետեր, որոնք որ իսլամական պարտադիր օրվա այդ 5 աղոթքներն էին խորհրդանշում։ Կար նաև հավելյալ մի դրոշ, հիերոգլիֆ, որը դրվում էր այն ընտանիքի կամ այն ցեղի համար, որում որ աղջիկը բնակվում էր։ Սեմական ծագմամբ այս տատուները հիմնականում արաբական ու հրեական ցեղերի մոտ էին տարածված 20-րդ դարի սկզբին։ Նշաններ կային, որ պատկանում էին հատուկ ցեղի, ու երբ հայ աղջիկները փորձում էին փախչել գերությունից, նրանց նշաններով ճանաչում էին, վերադարձնում տիրոջը։ Արաբ կանայք եւս դաջվում էին, այսինքն 15-16 թվականի դրությամբ սա միայն հայերի դեմ արվող գործողություն չէր, սակայն հայ աղջիկների համար սա ուղղակի խարան էր, ստրկության խարան էր։ Վարկած կար, թե այդ նշանները չարխափան նշանակություն ունեին, հմայիլներ էին, պտղաբերության համար էին կանանց դեմքին կրծքավանդակին անում, հասցնում մինչև որովայն։ Սակայն անգամ գերությունից ազատվելուց հետո դրանք ստրկության դրոշներ էին մնում հայ կանանց համար։ 1920-ականներին Հալեպի փրկության տուն շատերին հասցնում էին արդեն խելագարված։ Զարիֆեն եւ ոչ միայն ինքը մի քանի այլ դեպքեր եւս ունենք, որ իրենց պատահած այդ բռնությունների արդյունքում աղջիկները ուղղակի հոգեկան խանգարումներ էին ստանում։ Նրանցից շատերը ստրկությունից փախչում էին մուսուլման ամուսիններից ունեցած երեխաների հետ։ Դժվար էր ապրել դեմքով, որն այդ օրերին ամոթալի էր անգամ ցեղասպանություն տեսած ժողովրդի համար։ Բոլորը ճանաչում էին այս աղջիկներին իրենց դաջվածքներով, որպես նախկինում թուրքի, չերքեզի, արաբի, քուրդի սեփականություն եղած եւ բնականաբար սեռական բռնության ենթարկված աղջիկ։ Վկայություններ կան, որ դաջված կանայք, որոնք հնարավորություն ունեին, գերությունից ազատվելուց հետո վիրահատվում էին։ Մաշկը առանձնացվում էր եւ քիմիական որոշ նյութերի միջոցով փորձում էին ներգործություն ունենալ եւ գոնե բացացնել այս դրոշմները։ Շատ ժամանակ իհարկե աղջիկները նման միջոցների դիմելու հնարավորություն չունեին եւ իրենց մաշկը պոկում էին այդ խարանից ազատվելու համար։ Ոմանց, այսպես ասած, մաքրությունը կորցրած լինելը հաշվի չառնելով հայ տղամարդիկ ամուսնանում էին հետները, բայց քչերի համար էր happy end լինում։ Շատերը այդպես էլ չհամակերպվելով իրենց չընտրած նոր եսի հետ կյանքին վերջ էին տալիս։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։